Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Եվ այսպես, հայ առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ գնացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Դատելով տեսանյութից հանդիպմանը մասնակցել է 8 սրբազան։ Նրանց թվում են Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը եւ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Իսկ թե ինչ են խոսել հանդիպմանը, դիտենք տեսանյութը։ Ես կարծում եմ, որ սա մի խնդիր է, որի հետ առնչվել է եւ որի վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելը մեր պետության հետագա զարգացման եւ ճակատագրի համար ունի շատ կարեւոր առնչություն եւ ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, որ ես ամենայն դեպս տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության, ուստի ես հարկ համարեցի հրավիրել ձեզ։ Իդեպ Փաշինյանը եպիսկոպոսներին հանդիպման էր հրավիրել եպիսկոպոսների հայտարարությունից հետո, որով իբր պահանջում են Մայր Աթոռից հեռացնել Արշակ Սրբազանին։ Զարմանալի զուգադիպությամբ այդ հայտարարությունը մամուլում հայտնվել է Փաշինյանի ճեպազրույցից 1 ժամ առաջ։ Հայտարարությունում, որը դուք այժմ տեսնում եք ձեր էկրաններին, նշվում է, թե իբր փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի իր իսկությունը, որը ներկայացվել է ամենայն հայոց կաթողիկոսին։ Արշակ Սրբազանը անդրադարձել է հրապարակված հայտարարությանը։ Ինչու հեռանամ, ցանկացած որոշման տակ պետք է լինի իրավական, կանոնական, բարոյական կամ գեթ տրամաբանական։ Ես ինչ-որ որոշում պետք է կայացնեմ, որովհետև ինչ-որ մարդիկ այդպես են ճիշտ համարում, իհարկե ոչ։ Եպիսկոպոսների հանդիպումը Փաշինյանի հետ անարձագանք չմնաց։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Պողոս վարդապետ Վարդանյանը նշել է, որ ցավալի է տեսնել հոգևոր սպասավորների, որոնք իրենց կոչմանը հակառակ ընթացք ընտրելով հանդիպել են հակաեկեղեցական արշավ սկսած դավաճան իշխանավորի հետ։ Խստագույնս դատապարտում են բոլոր նվաստացող եւ իրենց կոչմանը հակառակ ընթացք որդեգրած հոգևոր սպասավորներին, որոնք ձեռք են մեկնում հանդիպում են հակաեկեղեցական արշավ սկսած դավաճան իշխանավորի հետ։ Աղոթքս է, որ Աստված միաբան սիրո մեջ պահի Մայր Աթոռի զինվորյալ միաբանությանս եւ անսասան հայոց հայրապետին, իսկ ուրացող եպիսկոպոսները այլևս ինձ համար դուրս են միաբանական ուխտից։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Ասողիկ Աբեղա Կարապետյանը եւս դատապարտել է իր ձևակերպման պուխտադրույժ եւ նենգադավ սրբազան հայրերին, ովքեր հանդես են եկել իրենց բարձր կոչմանն ու աստիճանին անվայել եւ կանոնազանց ընթացքով։ Նրանց հետ հաց եմ կիսել Մայր Աթոռի սեղանատանը, նրանց հետ ապրել եմ Աստվածակառույց Մայր Տաճարի հովանու ներքո, նրանց հետ աղոթքի եմ կանգնել Տիրոջ Սուրբ Սեղանի առջև ի Քրիստոս սիրո Սուրբ ողջույն փոխանակելով, հիմա ինչպես նայեմ նրանց երեսին։ Մի խորոց սրտի կաղոթեմ, որ Աստված ողորմի եւ նրանց մտքին պայծառություն շնորհի, անկեղծ զղջմամբ ու արտասուքով գալու եւ ընկնելու մեր ամենքիս հոգեվոր հայր եւ շնորհած աղբյուր հայոց հայրապետի առջև։ Իմ անվերապահ հավատարմությունը, անխառն սերն ու անսակարկ նվիրումն եմ հայտնում Պաշտելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին B. Մեծագործ եւ Աստվածատրյալ ամենայն հայոց վեհապար հայրապետին։ Իսկ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Եսայի Քահանա Աթենյանը հայտնել է, որ Մայր Աթոռը կառավարությունում Նիկոլ Փաշինյանի եւ մի քանի եպիսկոպոսների հանդիպումը առայժմ չի մեկնաբանում։ Իսկ իշխանության թիրախում հայտնված եւ կալանավորված սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում տեսակցել է Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանելյանը։ Падգամավորը նշել է, որ սրբազան հայրերը ինչպես միշտ ամուր էին տոկուն արդարության հանդեպ հաղթանակի սպասումով։
Ապշեցնող գերբնական ուժ ասես լինի նրանց մեջ, որ օգնում է դիմակայել այս բոլոր փորձություններին։ Հավանաբար դա հավատի ուժն է, գրել է Դանելյանը։ Պատգամավորի խոսքով սրբազանների ուղերձը նույնն է՝ մնալ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, աջակցել եւ պաշտպանել մեր սրբության սրբոցը։ Ի դեպ 3 Բագրատ սրբազանի եւ նրա աջակիցների դատական նիստն էր։ Նիստին դատարանը վերացրել է Լիդիա Մանթաշյանի կալանքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով վարչական հսկողություն եւ գրավ։ Լիդիային ազատ են արձակել հենց դատարանի դահլիճից։ Կարծիքը որոշեց մեղադրյալ Լիդիա Արմենակի Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափան միջոց կալանքը փոխել, վերացնել, վերջինիս նկատմամբ որպես խափան միջոց կիրառել վարչական հսկողությունը, Լիդիայի կալանքը փոխելու որոշումից հետո Բագրատ սրբազանը դիմել է դատավոր Կարեն Ֆարխոյանին, ասելով, որ Լիդիայի կալանքի փոփոխության որոշումը կարող է լինել 1 շաբաթ առաջ, բայց չեղավ։ Դուք այսօր ապացուցեցիք, որ ոչ թե արդարություն ու արդարադատություն է գործում, այլ նպատակահարմարություն, ասել է սրբազանը։ Սա ցցուն արտահայտությունն է, իմ խոսքերը ոչ վիրավորական են, ոչ էլ նույնիսկ քննադատական։ Ես ուղղակի արձանագրում եմ իրավիճակը։ Շատ կուզեի այստեղ լիներ մյուս մեղադրողը, այն խստությամբ խոսող, որ նույնիսկ անցյալ շաբաթ տեսակցությունները բացելու մասին խոսակցությունը փակվեց։ Սյունիքի ճանապարհը, որը Հայաստանը ներկայացնում է որպես խաղաղության խաչմերուկ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան որպես Զանգեզուրի միջանցք, ըստ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի նախատեսվում է գործարկել 2030 թվականին։ Թուրքիան միջին միջանցքի կարևորագույն հատված է։ Չինաստանից բեռները կկարողանան հասնել Լոնդոն ընդամենը 18 օրում։ Մեր 10-ամյա կանխատեսմամբ մենք ակնկալում ենք, որ միայն զարգացման ուղիներ նախագիծը կապահովի $50 միլիարդ եկամուտ եւ տարեկան կստեղծի ավելի քան 60,000 լրացուցիչ աշխատատեղ։ Իսկ խաղաղության խաչմերուկում կանգնած Հայաստանի խորհրդարանի նախագահը 44-օրյա պատերազմից 5 տարի անց հրապարակել է պատերազմի զոհերի թիվը։ Զոհվել է 3833 անձ, 78 քաղաքացիական անձ, 3755 զինծառայող։ Անհետ կորած է համարվում 191 անձ, 172 զինծառայող եւ 19 քաղաքացիական անձ։ Այնուհետև ազգային ժողովի նախագահը պարզաբանել էր, թե ինչու էր որոշել հրապարակել 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը, որը վաղուց պաշտոնապես հրապարակել էր Հայաստանի քննչական կոմիտեն։ Արագ մի բան ասեմ, քիչ առաջ ես հրապարակեցի 2020 թվականին զոհվածների թիվը, հաստատված թիվը 3833 եւ զավեշտը կայանում է նրանում, որ բազմաթիվ լրագրողներ զանգահարում են գրասենյակ եւ հարցնում են, թե սա ինչ թիվ է։ Այն դեպքում, որ այս թիվը պաշտոնապես վաղուց հրապարակված է, եւ գիտեք, խնդրեմը ինչու՞մն է, որ ինքան մեզ փորձել են այլ թվերով մեր հանրությանը ցավեցնել, դրա վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել, այդ սրիկա քաղաքական գործիչները, որոնք որ այլ թվեր են հրապարակել, որ մեր իրականության մեջ այս թիվը կարծես թե նորություն լինի, վատ, բայց նորություն լինի։ Գործող իշխանության պատասխանատվության ներքո է նաև գերիների վերադարձի հարցը, որը առ այսօր որևէ արդյունք չի տվել։ Արցախ միությունը Եվրոպական խորհրդարան է ուղարկել իր ու գործընկերների վերջին զեկույցը Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր 23 հայ պատանների վերաբերյալ։ Հայ գերիների նկատմամբ բռնության ֆոնին նրանք կոչ են անում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին այցելել Բաքու։
Հայ գերիներից 7-ն արդեն առերեսվել են կեղծ դատավճիռների, ստանալով 15-ից 20 տարվա ազատազրկման պատիժ։ Մյուս 16-ը Բաքվի ռազմական դատարաններում այժմ կանգնած են նմանատիպ բեմադրված դատավճիռների վտանգի առջև։ Արցախ միությունը շտապ կոչ է անում Եվրախորհրդարանի падգամավորներին մեկնել Բաքու եւ ներկա գտնվել առաջիկա դատական լսումներին, ինչը կարևոր քայլ է թափանցիկությունն ապահովելու, հետագա իրավախախտումները կանխելու եւ Ադրբեջանին միջազգային իրավունքի համաձայն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Արցախ միությունը եւ գործընկերները կոչ են անում միջազգային հանրությանը վճռական ու անհապաղ գործել։ Եվրախորհրդարանի падգամավորների ներկայությունը Բաքվում շատ կարևոր է հաշվետվողականության ապահովման, հայ գերիների իրավունքների պաշտպանության եւ հետագա իրավախախտումների կանխարգելման համար։ Իսկ Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել մեր հայրենակիցների դեմ կեղծ գործը։ Երեկվա նիստին ելույթ են ունեցել փաստաբանները եւ առաջարկել են իբր դատարանին արդարացնել հայ գերիներին։ Կեղծ գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 4-ին։ Այս ընթացքում որևէ տեղեկություն չկա Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էլուջեկչյանի մասին, հայտնել է Վիգենի փաստաբան Լուսիանա Մինասյանը։ Վիգեն Էլուջեկչյանի ազատ արձակման համար իրավապաշտպանը նամակներ է ուղարկել Թրամփին, նրա կնոջը, Իսրայելի եւ Արգենտինայի նախագահներին։ Մենք նաեւ զրուցել ենք Վիգենի կնոջ Լինդա Էլուջեկչյանի հետ։ Նա պատմել է, որ Բաքվի բանտում պահվող ամուսինը քայլել, ոտքի վրա կանգնել չի կարողանում։ Ամուսնուս զանգին սպասում էի արդեն 45 օր։ Մեզ համար շատ երկար ժամանակ էր։ Մտահոգված էի, որովհետև վերջին զանգի ժամանակ Վիգենը զրկված էր հացից։ 45 օր հետո, որ խոսեցի, ինձ ասաց. «Լինդա, սողում եմ գետնին, չեմ կարողանում քայլել։ Ունեմ շատ ուժեղ ցավեր։ Չեմ կարողանում ոտքի վրա կանգնել։ Մեջքի ճողվածք ուներ, մինչև գերեվարվելը եւ բուժվում էր։ Կարծում եմ Վիգենի գերի ընկնելն ու տանջանքներն ազդել են իր առողջության վրա։ Սա է պատճառը, որ չի կարողանում քայլել։ Երբ Մարալը դուրս եկավ բանտից, նա շատ օգտակար եղավ գործին։ Դեսպանատանը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ինչպես են տանջում Վիգենին։ Տղաս արդեն 4 տարի է նշանված է։ Երբ հոր հետ խոսել է հեռախոսով, ասել է չի ամուսնանալու, քանի դեռ հայրն իր կողքին չէ։ Որդուս ամուսնությունն իմ եւ բոլորիս ցանկությունն է։ Ես զրկվեցի Վիգենի ներկայությունից, երեխաներս իրենց հոր։ Շատ պարզ ցանկություն ունեմ։ Ուզում եմ գրկել նրան, համբուրել ու ասել, թե ինչքան եմ սիրում։ Ու որքան Վիգենն է այնտեղ տանջվում, նույնքան մենք ենք այստեղ տանջվում։ Մենք իր կարիքը շատ ունենք։ Արդեն 5 տարի է առանց նրա ենք նոր տարին նշում։ Հոգնել եմ։ Ոչ ոք մեզ չի օգնում, որևէ մեկը ինձ հույս չի տալիս, որ Վիգենը դուրս է գալու կամ չի գալու։ Բոլորը սպասում են ամանորին, որ նշեն, բայց ես տոնել չեմ կարողանում։ Եղեք իմ եւ Վիգենի կողքին։ Օգնեք ինձ վերադարձնել նրան, որպեսզի Վիգենի վերադարձը դառնա տոն։ Միջազգային լրահոսից Ռուսաստանը համաձայնել է, որ ԱՄՆ-ի ներկայացրած խաղաղության ծրագրի բոլոր 28 կետերը դրվեն ապագա բանակցությունների հիմքում։ Բիշքեքում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը հավելել է, որ ամերիկյան ծրագրի յուրաքանչյուր կետ պետք է քննարկվի։ Նա նաև հաստատել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունը նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի գլխավորությամբ հաջորդ շաբաթ պետք է այցելի Մոսկվա։ Պայմանագրի նախագծեր չեն եղել, կար քննարկման համար առաջարկվող հարցերի ցանկ։ Ժնևում Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցություններից հետո նրանք որոշեցին, որ այդ պլանի բոլոր 28 կետերը պետք է բաժանել 4 բաղադրիչի։ Մեզ այդ ամենը փոխանցվեց։ Ընդհանուր առմամբ մենք համաձայն ենք, որ դա կարող է դրվել ապագա պայմանավորվածությունների հիմքում։ Ռուսաստանը պատրաստ է արձանագրել, որ չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա։ Ռազմական գործողությունները կդադարեն, երբ Ուկրաինայի զորքերը հեռանան զբաղեցրած դիրքերից։ Ռուսաստանը ցանկանում է համաձայնության գալ Ուկրաինայի հետ, սակայն այժմ դա իրավաբանորեն անհնար է, եւ ամենակարևորը որոշումների միջազգային ճանաչումն է։ Ռուսաստանը Հայաստանի հետ կապի մեջ է հապկի գծով։ Հապկը ոչ մեկին չի սպառնում, բայց պետք է պատրաստ լինի հետ մղել ցանկացած ագրեսիա։ Իսկ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները կշարունակեն համակարգել իրենց դիրքորոշումները հիմնվելով Ժնևի բանակցությունների արդյունքների վրա։ Նրա խոսքով շաբաթվա վերջում կկայանա պատվիրակությունների նոր հանդիպում եւ ուկրաինական կողմը լավ պատրաստված կլինի եւ պատրաստ կլինի բովանդակալից քննարկումների։
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին վիրավորել է կին լրագրողի, այս անգամ անդրադառնալով նրա արտաքինին։ Թրամփը The New York Times-ի լրագրող Քեյթի Ռոջերսին անվանել է երրորդ կարգի լրագրող, որը տգեղ է թե ներսից, թե դրսից։ Պատճառը Ռոջերսի եւ The New York Times-ի մեկ այլ տղամարդ լրագրողի համահեղինակած հոդվածն է, որում ասվում էր, որ Թրամփը պաշտոնավարման ընթացքում կարծես ծերանում է։ Թրամփը իր խոսքում չի անդրադարձել մյուս լրագրողին, իսկ The New York Times-ին անվանել է էժանագին թերթ եւ ժողովրդի թշնամին։ Նշվում է, որ սա վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահի կողմից կին լրագրողին անձնական վիրավորանք հասցնելու երրորդ դեպքն է։ Նա լրագրողներից մեկին էլ անվանել էր խոզուկ։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 10-ից 12, իսկ երեկոյան -1-ից 3 աստիճան ցուրտ։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին։ Բոլորիս արդյունավետ աշխատանքային օր։